Երբեք չէի մտածել զբաղվել խաղաղ ծառայողի աշխատանքով, մասնագիտությամբ վիդեոմոնտաժող եմ եւ գնացի Բումբումիկ հենց այդ նպատակով մոնտաժելով Բումբումիկ հաղորդաշարը, բայց առաջին օրը տնօրենը ինձ կանչեց իր մոտ եւ տեսնելով իմ ակտիվությունը առաջարկեց հանդես գալ հեքիաթային հերոսի դերով ու միջոցառում էր ծննդյան տարեդարձի առաջին օրը, որ ես գնացի, շատ հետաքրքիր էր աշխատանքս։ Ինչ այլոց ասեմ, որ առաջ փոքրիկներին այդքան էլ չէի սիրում, բայց աշխատանքի շնորհիվ 1-2 ամիս աշխատելուց հետո սկսեցի շատ սիրել փոքրերին։ Անշուշտ լինում են դեպքեր, երբ որ փոքրիկները լինում են չարաճճի, բայց տարիների ընթացքում արդեն սովորել եմ նաև նրանց հետ աշխատել։ Պատմեմ մի դեպք, գնացել էի դասարան միջոցառման, երեխաներից մեկի ծննդյան օրն էր, ու այդ դասարանում կար մեկ շատ չար փոքրիկ։ Ես նրան համոզեցի, որ կարող է ինձ օգնել, լինել իմ ընկերը եւ օգնել այդ միջոցառման մեջ։ Այսպես ասած, մեր դուետը շատ գեղեցիկ ստացվեց, այդպիսով համ միջոցառումս անխափան անցավ, համ ես կարողացա չարաճճի փոքրիկին դարձնել շատ խելացի եւ օգտակար մարդ։ Գոնե այդ երեկոյի ընթացքում։ Այդ պահին չեմ պատկերացնում իմ առօրյան առանց փոքրերի, առանց այդ աշխատանքի, որովհետև դա միակ աշխատանքն է, որտեղ ես զգում եմ ինձ լիարժեք մարդ։ Հաճախ ասում են, որ ծառայող լինելը դա դեր է, որը խաղում են մարդիկ։ Ինձ մոտ դա իմ առօրյանն է, դա ես եմ։ Ժամանակի առումով շատ զբաղված եմ, որովհետև բացի այն, որ աշխատում եմ, նաև սովորում եմ։ Ապագա համակարգչային գեղարվեստական նախագծող եմ։ Սովորում եմ հեռակաբաժնում, որը թույլ է տալիս նաև աշխատել։ Չնայած նրան, որ շատ զբաղված եմ, նաև մեր կուրսի ավագն եմ։ Ազատ ժամանակ համարյա թե չունեմ, բայց երբ որ ունենում եմ, սիրում եմ այցելել կարաոկեներ եւ շատ եմ սիրում զվարճանալ ընկերներիս հետ։ Այս պահին ուզում եմ դառնամ լավ մասնագետ իմ ընտրած ուղղությամբ, հետագայում կցանկանայի աշխատել իմ ընտրած մասնագիտությամբ։